Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրերն են հնագետ Հակոբ Սիմոնյանը և մեր մշտական հյուր, մեր լավ ընկեր, գիտնական պարոն Աշոտ Գևորգյանը։ Էլի մեզ գիտնականներ կմիանան, այսօրվա թեման կխնդրենք պարոն Սիմոնյանից մի հատ ներածական ներկայացնել իր մասին, կարճ և հնագիտական ինչ պեղումներ արվում և արվել Հայաստանի մասին։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան։ Իմ մասին ինչ ասեմ, Կարճ։ Արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր, հնագետ, արվեստաբան, նաև ինչ որտեղ պատմաբան։ Շատ ուրախ ենք։ Շարունակենք։ Պեղումների հետ կապված կարող եմ ասել, որ բավականին լայնածավալ պեղումներ են կատարում մեր արշավախմբերը նկատի ունեմ, որոնք աշխատել են հիմնականում Արագածոտնի մարզում և Սյունիքում և Լոռիում, մի խոսքով չկա գրեթե Հայաստանում որևէ մարզ, որտեղ մենք պեղումներ կատարած չլինենք և չունենանք բավականին հետաքրքիր հայտնագործություններ։ Մի երկու հատ կասեք, օրինակ ասեմ, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ մի ուղղվածություն լինի, որը ցույց տա Հայաստանի դերը քաղաքակրթական համակարգում, ինչ դեր է կատարել Հայաստանը ընդհանրապես, լինելով հին արևելյան քաղաքակրթությունների կարևորագույն օղակներից մեկը և ինչ որտեղ կարծում եմ որոշ հարցերում պարզապես անհարկի անտեսված են և նոր պեղումները ավելի են բարձրացնում հայկական լեռնաշխարհի, հայ էթնոսի խաղացած դերը այս ամբողջ տարածաշրջանում, բայց դրա համար մենք պետք է ընտրենք տարբեր փուլեր, ժամանակաշրջաններ, սկսած մարդագոյացման պրոցեսից կարելի է խոսել առաջի քաղաքակրթությունների հանդես գալուց, կարելի է խոսել արդեն Շենգավթյան ընդարձակ վաղ պետական կարելի է նույնիսկ ասել կազմավորումների մասին, այնուհետև ձիուն տելացման դրա առանցքային նշանակությունը, քանի ձին դա քաղաքակրթության կրողն էր և Հայաստանում վկայված հնագույն հնագիտական փաստերի մասին, երկաթի, նախքան երկաթե դարը, երկաթի օգտագործման մասին Հայաստանում, սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին, մի խոսքով այս ամենը նախորդել է նախքան անառարկելիորեն բոլորի կողմից ընդունված Վանի թագավորության ժամանակաշրջանը կամ այսպես կոչված Ուրարտուն և մի դա պատմական վիթխարի շերտ է, որն ընդգրկում է հազարամյակներ և ցավոք առ այսօր շատ քչերին է հայտնի։ Շնորհակալություն, պարոն Ուսցյան, միացեք մեր զրույցին։ Միացրեք ձեր կամերան, միացեք։ Շնորհակալություն։ Մի այսպիսի հարց, պարոն Սիմոնյան, հնագիտությունը դա իմ ամենասիրած ուղղություններից մեկն է, ողջույն ձեզ, ամենասիրած ուղղություններից մեկն է, դուք ասեցիք դեռ մինչև Ուրարտական շրջանը, այսինքն ըստ էության դուրս է գալիս Շումեր, Արատա, դրանք բոլորը, որ բոլորը հիմա արդեն ապացուցում են, որ շումերեն դրա հայերենն է, ազգը ասում են կարող է շումերեն, ազգը չունի մոտեցում, կա այդպիսի տեսակետ, կան հակառակ տեսակետները, դա այդպես միանշանակ լուծում չի, բայց կա այդ խնդրի շուրջ գիտնականների կարծիքներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել։ Այսինքն դուրս է գալիս, որ դա 100%-անոց ճիշտ է, բայց հավանական է։ Ընդհանրապես պատմագիտության մեջ 100%-անոց ոչինչ չկա։ Կան կարծիքներ, կան տեսակետներ, որոնք որ ընդունված են
գիտական շրջանակներում եւ կան մարդիկ, որոնք այդ կարծրատիպերի դեմ հանդես են գալիս, առաջ են քաշում նորանոր տվյալներ, նորանոր տեղեկություններ եւ հնագիտության դերը հենց կայանում է նրանում, որ ի տարբերություն պատմական սկզբնաղբյուրների, գրավոր սկզբնաղբյուրների, որոնք սահմանափակ են անկասկած, հնագիտության ինֆորմատիվ բազան հեղեղի պես ամեն տարի ավելանում է։ Այդ ամենը պետք է ուրեմն նախ ձեռք բերել, վերլուծել, այնուհետև եզրակացություններ անել եւ դրանց հիման վրա կարողանալ հաստատել կամ նախկինում տարածված տեսակետները կամ առաջ քաշել բոլորովին այլ նոր տեսակետներ, որոնք որ էական հիմնավորումների կարիք ունեն։ Գիտեք, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, որտեղ դու կարող ես դնել փորձարարական ուրեմն հետազոտումներ, գտնել, որ այս երևույթը նյութի հետ կապված այս հատկանիշները անդադ կրկնվում են եւ դրանք ցույց են տալիս, որ ասենք ֆիզիկայում կամ քիմիայում դրանք անառարկելի, այդպես ասենք, էլի այդքան անառարկելի չեն, բայց ամեն դեպքում ընդունված տեսակետներ են։ Փորձը հնարավորություն է տալիս վերականգնելու բնության օրենքները, բացահայտելու բնության օրենքները։ Պատմագիտության մեջ փաստորեն մենք ունենք երկու կարևոր սկզբնաղբյուր։ Մեկը դա պատմական սկզբնաղբյուրներն են, որոնք կարելի է նայել, նորովի ուրեմն տեսակետներ հայտնել այդ մասին, եւ կան իրեղեն փաստեր, իրեղեն վկայություններ, դա հնագիտական պեղումներից հայտնաբերված արտեֆակտներն են, ճարտարապետական կառույցները, որոնք լինելով օբյեկտիվ ռեալություն, ի տարբերություն պատմական սկզբնաղբյուրների, որոնք ինչ որտեղ սուբյեկտիվ են, այն առումով, որ դա այս կամ այն մարդու կողմից գրառում է։ Դիցուք Տիգրան Մեծի մասին կան հռոմեական բազմաթիվ վկայություններ։ Պարզ է, հռոմեական պատմիչները փորձել են բարձրացնել Հռոմի դերը, փորձել են մեկնաբանել այն մարդկանց տեսակետները, որոնք իրենց վճարել են, որոնք իրենց պահել են։ Եվ այդ տեսակետով երբեմն զարմանալիորեն Տիգրան Մեծի պես վիթխարի քաղաքական գործիչը երբեմն հանդես է գալիս բավականին, այդպես չասեմ, ոչ իր բարձրությանը հարիր տեսքով։ Այստեղ անկասկած գնում է պատմական իրողությունների վերլուծության մեթոդը, պատմահամատական մեթոդը, որը հնարավորություն է տալիս նորովի ընկալել այն, ինչ հաղորդում են հռոմեական պատմիչները, օգտագործելով հունական, օգտագործելով նաև ցավոք շատ սակավաթիվ հայկական աղբյուրները։ Իսկ հնագիտության դեպքում, հնագիտության սկզբնաղբյուրները դա ուզես չուզես վկայում է այն, ինչ եղել է։ Այստեղ դու ոչինչ չես կարող անել, որովհետև այս սկզբնաղբյուրները օբյեկտիվ ռեալություն են։ Սակայն հնագիտական աղբյուրները վերլուծելու դեպքում մենք ունենք մեկ այլ բարդույթ։ Շատ հեշտ է կարդալ պատմությունը եւ այն մեկնաբանել։ Այսինքն այստեղ գրավոր տեքստ է եւ դու գործ ունես նկարագրության հետ։ Հնագիտական սկզբնաղբյուրների դեպքում մենք գործ ունենք իրերի հետ եւ այդ իրերը խոսեցնելու համար պետք են ամենաբազմակողմանի բազմաբնույթ հետազոտությունները, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ճշգրիտ եւ բնական գիտությունների մեթոդների օգտագործումը։ Երբ մենք այս բոլորը անում ենք եւ իրար հետ համադրում ենք, նաեւ ինչ որտեղ օգտվում ենք մեծ հասած այն գրավոր փշրանքներից, խոսքը վերաբերում է բրոնզի դարին եւ ավելի վաղ ժամանակաշրջաններին, այս դեպքում
մեր մոտ սկսվում է նոր էջ բացվել, պատմություն, որը մոռացված է, որը թաղված է հողի եւ փոշու շերտերի ներքո։ Ահա մենք այսպիսի բարդ իրավիճակում ենք, եւ այդ իսկ պատճառով ես ասեցի, որ 100%-անոց ճշմարտություն չի կարող լինել հասարակական գիտությունների ոլորտում, այնպես որ մեր գործը շատ դժվարին, շատ կարևոր, եւ ես սա ինչու եմ ասում շատ կարևոր, որտեղ դա ազգային ինքնագիտակցության վրա ամենամեծ ազդեցությունը գործող ոլորտն է։ Հետևաբար մենք կխոսենք բացահայտումների մասին, այն բացահայտումների, որը հայտնի չէ կամ որը ընդունված չէ համաշխարհային գիտության կողմից։ Այսպես։ Շնորհակալություն։ Հիմա դուք բոլորը գիտական աստիճան ունեք, հեսա հերթով բոլորդ կարտահայտվեք, բացի ինձնից, էլի։ Հա։ Դուք բոլորդ գիտական աստիճան ունեք, բացի ինձնից։ Ես մի կարճ հարց եմ ուզում տալ։ Դա դուք գտել եք հայկական հայ թագավորների շիրիմները, ճիշտ է։ Արագածոտում, եթե չեմ սխալվում։ Ոսկին դե վերաբերում, այո, Արտաշիսյան եւ Արտաշիսյան։ Մեկ էլ մի հարց, երկու հարց։ Նախ դրա կարևորությունը հեկահարցնեմ եւ ամենաառաջի հարցը, ըստ ձեզ, ինչ քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք է ներառում Հայաստանը, որպես հայերի բնակավայր, այսպես ասեմ, ոչ թե մեծ հայ, ընդհանուր հայերը, ամբողջ Փոքր Ասիան, Միջագետքը եւ այլն, մոտ, ըստ ձեզ, դա ձեր կարծիքն է, որտեղ այստեղ տարբեր գիտնականներ եք, հետո իրար հետ խոսեք, հարցեր կտակ, հետաքրքիր։ Երկու հարցներ, ինչքան է, շատ կարծիքի ասեք մոտ, եւ ինչ արժեք ուներ, դա հզոր արժեք էր, ինչու էին դրա համար, շատ ես գիտեմ, որ երկրներ պայքարում, որ գնար իրենց։ Այդ շիրիմներ, խնդրեմ։ Առաջինը կարճ, երկրորդը բացատրեք ու վերջ, դուք արդեն հարցեր կտաք։ Խնդրեմ, իրար հետ կզրուցեք։ Շատ լավ։ Ես ուզում եմ ասել, որ տարբեր ժամանակաշրջաններում շատ ճիշտ արեցիք, որ օգտագործեցիք Հայաստան տերմինը, որովհետև Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր սահմաններ եւ տարբեր էթնիկ խմբեր են ապրել այդ տարածքներում, որտեղ դոմինանտը կարևորագույն դերը անկասկած հայ էթնոսներ խաղացել։ Հիմա եթե մենք գալիս ենք դարերի խորքից, ապա կտեսնենք, թե ինչ է, օրինակ վերցնենք ամենաֆենոմենալ երևույթներից մեկը Շենգավթյան մշակույթը, որը նաև գիտության մեջ ընդունված է Կուր Առաքսյան, Սև կարմիր փայլեցված կամ կոկած խեցեղենի մշակույթ, Յանիկյան մշակույթ, ամեն մեկը իր ձևով է ասել, քանի որ այս մշակույթը տարածվում է ժամանակակից 17 պետությունների սահմաններում։ Մենք որպեսզի պարզենք, թե այդ մշակույթը ինչպիսի տարածում ունի, մենք քարտեզագրում ենք մեզ հայտնի բոլոր հուշարձանները, որոնք վերաբերում են այդ մշակույթին։ Եվ այստեղ մեր դեմ բացում է մի զարմանալի աշխարհ, որը ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն հարավ ռուսական տափաստաններից, Հյուսիսային Կովկասից ձգվել է մինչև Մերիալ ծովի ափերը։ Կենտրոնական, ուրեմն իրանական բարձրավանդակից ընդհուպ գրեթե մոտենալով մինչև Պարսից ծոցը, մինչև Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները։ Այս վիթխարի տարածքում փաստագրվել են այս մշակույթին պատկանող հուշարձաններ։ Ընդ որում, այս մշակույթն էլ իր զարգացումներն է ապրել։ Այս մշակույթների մեջ ամենից կարևոր խնդիրը գիտեք որն է։ Որն է եղել հայրենիքը։ Որտեղից է ձևավորվել, ծագել, տարածվել այս մշակույթը։ Սա խնդիրների խնդիրն է, որովհետև ամեն մի երկիր փորձում է իրեն վերագրել այս մշակույթը։ Այս վերջի հարցի պարզաբանման համար բացառիկ կարևոր էին
նախանցած եւ անցած տարի աղավնատուն ոսկեհատ լեռնամերձ Արագածոտը գյուղերի միջակայքում տարածվող շուրջ 300 հեկտար տարածք զբաղեցնող դամբարանադաշտը։ Այսինքն դա ոչ թե դամբարանադաշտ էր, այլ սրբազան լանդշաֆտ էր։ Դա մի տարածք է, որը ապշեցնում է իր բազմազանությամբ եւ համաշխարհային առումով ունի կարևորագույն նշանակություն։ Ինչու համար։ Այստեղ կատարվել են թաղումներ անկասկած, բայց սա եղել է նաև պաշտամունքի սակրալ սրբազան տարածք։ Այստեղ մենք տեսնում ենք մի երևույթ, որը որ ընդհանրապես համամարտկային արժեք է։ Դամբարանները օրգանական կապ ունեն ժայռապատկերների հետ։ Այսինքն պաշտվող նախնու դամբարանի մոտ քանդակել են ժայռապատկերներ։ Մի փոքր եթե կարելի է ժամանակ եթե ունեք, ես Այո, ասեք, դուք արդեն զրուցելու եք, իմ հարցերը վերջացան։ Որտեղ դուք հետո շարունակելու եք ում էր պետք ինչ էին ուզում տանել։ Վերջ, ես էլ հարց ունեմ, դուք բոլորը գիտական աստիճանում եք մեկնաբանել։ Ես ուզում եմ հիմնականում ասել, որ այսօր ժայռապատկերային արվեստը թվագրելը կարևորագույն խնդիր է, որը շատ դժվար է լուծել։ Ժայռապատկերները սովորաբար գտնում են բարձր լեռներում, բնակավայրերից հեռու եւ հնագիտական այլ օբյեկտներից հեռու։ Իհարկե նրանք կարող են լինել այդ սրբազան լանդշաֆտի մեջ, բայց անմիջական առնչություն չունեն ժայռապատկերները որևիցե հնագիտական օբյեկտի հետ, որի պեղումների միջոցով կարելի է թվագրել ժայռապատկերները։ Եվ ահա այս աղավնատան, այդպես ընդհանրական ասենք, ոսկեհատ աղավնատան դամբարանադաշտի պեղումները բացահայտեցին ավելի քան հարյուրավոր ժայռապատկերներ, որոնք օրգանական կապ ունեն դրանց հարևանությամբ գտնվող դամբարանների հետ։ Պեղելով այս դամբարանները եւ այս դամբարանները արդեն մենք կարող ենք հստակ թվագրել եւ ռադիոհաղորդային, ուրեմն տարալուծման մեթոդներով եւ պատմահամատական մեթոդներով մենք կարող ենք թվագրել նաեւ ժայռապատկերները։ Այսպեսի բացառիկ մի երևույթ եղավ անցած տարի, երբ ժայռապատկերներից մեկի վրա պատկերված էր իշայծան։ Կենթանի, որը հայկական լեռնաշխարհում կարծես թե չի ապրել։ Ամեն դեպքում մենք այդ մասին միայն մի վկայություն ունեինք, մինչ այդ իշայծամի ոսկոր հայտնաբերվել էր նոյեմբերյանի հնավայրերից մեկում։ Այստեղ ժայռապատկերի վրա պատկերված է իշայծան, եւ այդ դամբարանը ամենայն հավանականությամբ թվագրվում է խալկոլիթյան ժամանակաշրջանով։ Եվ այս դամբարանադաշտի ձևավորման փուլը հենց խալկոլիթյան ժամանակաշրջանն է։ Սա ժամանակաշրջան է, երբ ձևավորվել են առանձին դամբարանադաշտերը։ Մինչ այդ ամբողջ համաշխարհային պրակտիկայում մեզ հայտնի են, որ դամբարանադաշտերը, այսինքն մարդիկ թաղվելուց հետո, մահանալուց հետո թաղվել են բնակավայրում։ Օրինակ շատ հայտնի Չաթալհույուկ բնակավայրում բոլոր թաղումները կատարվել են տների հատակների ներքո։ Մարդկությունը աստիճանաբար զարգացել է եւ քաղաքակրթության ցուցիչներից մեկն էլ հենց առանձին ձևավորված դամբարանադաշտերն են, գերեզմանները, որտեղ մարդիկ պետք է հանգրվանեին հետմահու։ Այստեղ մենք ունենք այդ վիթխարի դամբարանադաշտը, որը ձևավորվել է մոտավորապես, ասենք, քանի որ դեռ ռադիոածխածնային տվյալները մենք չունենք, Քրիստոսի ծննդից առաջ 4500-ից մինչև 3500 թվականները։ Սա ֆենոմենալ մի երևույթ է։ Երևույթ է ոչ միայն Հայաստանի համար, երևույթ է ընդհանրապես հին արևելյան մշակույթների համատեքստում։ Եվ ահա այս սրբազան լանդշաֆտում mēs տեսնում ենք ծիսական ճանապարհներ 6 մետր լայնությամբ, երկու կողմերից հարաշար պատտերով
եզերված ճանապարհներ, հիանալի տոփանված ուղիղ, որոնք ձգվում են ոչ ավել, ոչ պակաս մի քանի կիլոմետր։ Գիտեք, օրինակ մենք միջով այդ գիտենք դեպի բուրգերը տանող այդպիսի ճանապարհներ, որոնք կոչվում են դարոգի process, այսինքն ծիսական հուարկավորման ճանապարհներ, որոնք ունեն մի քանի 100 մետր։ Այդպիսի մի բան բացվել է նաև Թրեխկում վրաց գիտնականների կողմից, Գոդերզին Արիմաշվիլին այդ մասին բավականին հիացմունքով խոսում էր, որ ահա այդպիսի դամբարաններ տանող, այսինքն պաշտվող նախների դամբարաններ տանող եղել են ծիսական ճանապարհներ։ Այստեղ ճանապարհը ձգվում է մի քանի կիլոմետր։ Այստեղ ճանապարհի աջ եւ ձախ կողմերում գտնվում են ոչ միայն պաշտվող նախնիների դամբարաններ, այլ գտնվում են ծիսական նշանակության կառույցներ, մենականեր կամ այդպես ասեն մենհիրներ, մենգիրներ, դոլմեններ։ Այստեղ մենք տեսնում ենք տետրալիտներ, որոնք իրար վրա դրված քարերով ձևավորված մեգալիթյան կառույցներ են։ Մենք այստեղ տեսնում ենք ժայռապատկերներ։ Տեսնում ենք վերջապես ինչքան է զարմանալի է տաճարական կառույցներ, որտեղ պարզ երևում է պաշտվող ժայռը, պաշտվող ժայռի առջև տարածվող կառույցը եւ այդ ժայռի վրա քանդակված ժայռապատկերը։ Այսինքն կարծես մեզ համար սա հեքիաթային մի աշխարհ է բացում, թե ինչպես են ապրել մեր ամիջական նախնիները, ինչ ծեսեր են ունեցել, ինչ սովորույթներ են ունեցել եւ այս ամենը նաեւ վկայում է, թե որտեղ է ձևավորվել, որն է եղել խանձարուրը շենգավթյան մշակույթի, որ այնուհետև պայթելով ընդգրկել է 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այս նորագույն հայտնագործությունների հետազոտմամբ է, որ հիմա ես զբաղված եմ եւ երբեմն չեմ կարողանում նույնիսկ իմ մտերիմ ընկերների հետ հանդիպել, որովհետեւ չափից դուրս պատասխանատու խնդրի առաջ եմ կանգնած, դու դրանով պետք է կարողանաս ապացել ոչ միայն մարդկանց, որոնք հակված են դա հավատալու, այսինքն հայերին, այլ նաև դու պետք է ապացուցես, որ դա ընդունեն եւ անգլիացին, եւ ֆրանսիացին, եւ ընդհանրապես բոլոր գիտական կենտրոնները։ Կարևորը մենք բացահայտել ենք հնավայրը։ Կարևորը մենք ունենք հուշարձանը։ Գիտեք, սրա համար ամեն մեկը ինչ ասես կարող է տալ։ Եվ հիմա իհարկե կարիք ունենք զգալի ուրեմն օգնության, ես կարծում եմ դա պիտի պետականորեն լուծվի այս հարցը, որովհետև այդ բոլոր դամբարանները պետքա թվագրվեն ռադիոածխածնային մեթոդներով, իսկ այդ ամենը արժեն մոտավորապես 500 եվրո ամեն մի փորձանմուշի համար։ Եվ մենք այնտեղ եղել ենք արդեն մոտ 200 դամբարան, ուրեմն 200 անգամ 500 եվրո, պատկերացրեք ինչ գումար է պետք։ Որպեսզի մենք կարողանանք դա հստակ կարողանանք այդ թվագրումը ունենալ, որ աշխարհը ընդունի դա։ Այնուհետև նա պետք է անհրաժեշտ խեցեղենի պետրոգրաֆիկ անալիզներ, ինչպես են պատրաստել, ինչ ջերմաստիճանի պայմաններում են դրանք արել, ինչպես են ձուլել մետաղը։ Իմիջայլոց զարմանալի բան է, մինչև հիմա իշխանության խորհրդանիշ է միշտ համարվել, ասենք գավազանը, ասենք ոսկին, թանկարժեք մետաղները, չափ ու կշռի արժեքները։ Այստեղ չափից դուրս կարևոր մի երևույթ կա, որ մենք մինչև հիմա չենք կարողանում ակնկալել։ 4-րդ հազարամյակի առաջին կեսի իշխանություն խորհրդանիշ հանդիսացող Մարմարե գավազանի վրա ամրացված է երկաթի կտոր։ Սա ես արդեն հստակ կարող եմ ասել, որովհետև Կիրառական ֆիզիկայի ինստիտուտում մեր կատարված հետազոտությունները վկայում են, որ այո, դա երկաթ է։ Հիմա սա հանելուկներից մեկն է համաշխարհային։ Որպեսզի պատկերացրեք այս գյուտի արժեքը, ես ձեզ ասեմ, երբ Թութանհամոնի դամբարանում Եգիպտոսում գտան երկաթից շեղ, որը թվագրվում էր 15-14-րդ դարերով, ամբողջ աշխարհը այդպես
շշմած էր, թե ինչպես կարող է երկաթի կիրառումից առաջ ուրեմն ունենալ այդպիսի երկաթե դաշույն։ Իսկ պատկերացեք, մի փոքրիկ կտոր է իհարկե այստեղ ամրացված գավազանի գլխի վրա, բայց այդ հայտնաբերված գտածոն Թութանհամոնի դամբարանից հին է առնվազն 2000 տարի։ Իհարկե դրանից առաջ երկաթ հայտնաբերվել էր նաև ներքին նավերի առաջին արքայական դամբարանից, որը կարող եմ ասել Արյուծենի կրող Հերոսի դամբարանն էր, այնտեղ հայտնաբերվել էին Արյուծի ժանիքներ, Արյուծի մագիլներ, Հովազի ժանիքներ, Հովազի մագիլներ, Արջի եւ այլ կենդանի։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք մի առասպելական հերոս, բայց իրականում հերոս Արյուծաձև մղերի գուցե նախատիպը, որի հետազոտումները կատարել են գերմանացի շատ հայտնի բնակենդանաբաններ Հանս Պիտեր եւ Մարգարետ Վերֆմանները։ Նրանք այո եկել տեղում հայտնաբերել են, եւ նրանք այդ նույն դամբարանում հայտնաբերվել են նաեւ ընտելացված ձիերի ոսկորներ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ հեքիաթային մի երևույթ է, որտեղ այդ դամբարանը թվագրում է 23-22-րդ դարերով Քրիստոսի ծննդից առաջ։ Այսինքն մենք ունենք քաղաքակրթական մի այնպիսի հզորագույն շերտ, որը որ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանը, այո, Հայաստանը, որը եղել է վիթխարի երկիր, ունեցել է ահա այդպիսի հզոր առաջնորդներ, որոնք մեր նախնիներն են։ Առաջնորդ արքաների ինստիտուտը այդտեղ է ձևավորված եղել։ Եվ այդ ինստիտուտը փաստորեն անմիջապես զարգացում է ապրել։ Մենք հետո տեսնում ենք այստեղ մարտակառքով թաղված դարձյալ արքայի դամբարան, որը նույնպես պեղել ենք 2012 թվական, 12-13 թվականներին, եւ որտեղ տեսնում ենք Էլամի կողմից ներմուծված ուրեմն արքայական ընծաներ։ Էլամը դա ժամանակակից ուրեմն Պարսից ծոցափին գտնվող Խուզիստան տարածքն է Շոշ մայրաքաղաքով, եւ այս կապը տեղի ունեցել Քրիստոսի ծննդից առաջ 1700-1500 թվականներին, ժամանակ, որի Էլամի ծաղկման ժամանակն էր։ Էլամը կարողացել էր գրավել եւ կործանել Շումերը, գրավել Բաբելոնը եւ այնտեղ 200 տարի իշխել։ Եվ հանկարծ այդ հզորագույն տիրակալը Հայաստանի ոչ պակաս հզոր տիրակալի ուղարկում արքայական նվերներ։ Այնուհետև մենք տեսնում ենք այս տարածաշրջանում, ես սրբազան եռանկյունի եմ անվանում, Արագած, Արարատ եւ Արայի լեռ։ Այս երեք լեռների շրջակայքում ձևավորվել է մեր խոշորագույն կենտրոններից մեկը։ Եվ ապա դարեր անց, արդեն 4-րդ դարում, այստեղ են թաղել հայոց արքաների ոսկորները, որոնք փորձում էին դուրս հանել Հայաստանից, քանզի վստահ էին, որ ոսկորների մեջ վիթխարի ուժ կա, եւ հայոց արքաների ոսկորների մեջ է ամփոփված հայոց բախտը, քաջությունը, հզորությունը եւ ապագան։ Սակայն հայկական այրուձին հետապնդելով պարսկական բանակին, հետ է գրավում այդ ոսկորները եւ բերում ու թաղում են հսկայական այդ Հայաստանի մեջ, որը առնվազն ուներ 350,000 քառակուսի կիլոմետր տարած, հենց աղցքում։ Այսինքն ավանդույթը, որ այստեղ եղել են արքայական դամբարաններ, շարունակվել է մարդկանց հիշողության մեջ պահպանվել եւ հենց աղցքում բերել ու վերաթաղել են այս դամբարանները։ Հա աղցքի այս արքայական դամբարանի պեղումների ժամանակ բացահայտվեցին արքաների ոսկորները, որոնք մինչ այդ մեզ թվում էր,
թե անհետ կորած են դարերի խոլովույթում եւ մենք կորցրել ենք մեր փառքն ու բախտը ամփոփող այդ ուրեմն մասունքները դու վիթխարի է հայտնագործությունների այս հեղեղը որ ես ձեզ ասում եմ սրանք դեռ այո պետք է միակրոֆոնները բոլորը փակեք պարոն Ուսյան պարոն Գևորգյան փակեք Մարտիկ ջան կարաս միանաս հեսա դուք եք սկսելով խոսալ շարունակեք պարոն Սիմոնյան Ինչ էլ կարող եմ ասել, ես սա մի թեմա է, որ անսպար թեմա է, կարելի է ավելի մանրամասն, ավելի խորքային ձևով այս ամենը ներկայացնել։ Ես այսպես մի կտրվածք տվեցի պատմական զարգացման այս խնդրի շուրջ, թե ինչ կարևորագույն դեր է կատարել Հայաստանը հնագույն ժամանակներից մինչև պատմիչնադար, լինելով տարածաշրջանի գուցե նախ առաջի պետությունը այնուհետև նաև պահպանելով իր դերը երբ արդեն Բյուզանդիան եւ Սասանյան Պարսկաստանը հանդես էին եկել հանդես գալ որպես երրորդ կարևորագույն ուժ սա արդեն վաղ միջնադարի մասին է իսկ բրոնզե դարում անկասկած Հայաստանը առաջնային դերակատարում է ունեցել Շնորհակալություն Մարտիկ ջան դու էլ կարող ես միանալ խնդրում եմ ով խոսում վերջացման միկրոֆոն ուղղակի սեղմ եք վրան կփակվի խնդրեմ արձագանքեք պարոն Ուսյան եթե դուք եք բացել ուզում եք բան ասեք խնդրեմ չէ դուք կարող եք մնալ պարոն Սիմոնյան վիդեո միացրեք միկրոֆոնը անջատեք սեղմեք կամերան միանա մեջտեղը բանն է ձայնն է մեջտեղը սեղմեք կանջատի միացրեք վիդեոն պարոն Սիմոնյան երկու հատ սեղմեք կամերայի վրա մի հատ էլ նորից կմիանա Շնորհակալություն Մարտիկ ջան դու էլ միացի խնդրեմ պարոն Ուսյան դուք եք ուզում բան ասել խնդրեմ Դե բայց ես չգիտեմ ինչ ինձ պետք է ասել ես հիմա չեմ գիտեմ մտածում եմ հա մտածեք մինչև պարոն Գևորգյանը խոսա դե միկրոֆոնը փակեք հենց կցանկանաք կբացեք հա պարոն Ուսյան որ բան չունի Хорошо спасибо պարոն Գևորգյան խնդրեմ ես անկեղծ ասած ուզում եի մի հատ հարց տայի, որի մոտ առաջացել է, պատմական Հայաստանը կամ ինչպես Գագիկը նշեց այն տարածքը, որտեղ ձևավորվել են հայերը եւ պարոն Սիմոնյան ասեց դա մոտավորապես 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է, դա մեր հայրենիքն է, բայց այս մասը, որը այս կոպիտ ասած սովետական Հայաստանի ժառանգությունն է մնացել ամենահետաքրքիր, չգիտեմ, հնաբանական հայտնագործությունները ստեղ է կատարվում։ Դա է ինձ զարմանում, սա ինչ որ մեր պատմական այդ ահռելի տարածքի մեջ սա այս տարածքը վեր է հառնում, էլի ավելի իր կարևորության, որտեղ ասենք Մենակ Շենգավիթը, որը մենք պարոն Սիմոնյանի հետ երկու անգամ նայել ենք եւ այլն եւ բացատրություն ես ստացել եմ 15 մետր հաստության պարիսպներով եւ այլ այն ժամանակներում խոսքը 6500 տարի առաջվա ժամանակներն է Տենց երևի բան համաշխարհային պատմության մեջ չկա այդ ժամանակագրությամբ եւ այդ հզորության, հա։ Դրա համար այս տարածքը, տեսեք Վրաստանը, որը իրական նույն էլի Հայաստանն է, Ադրբեջանի մասին կամ չեմ էլ խոսում Ադրբեջանը երեկվա նույն Հայաստանն է, բայց այս մասը այդ ոնց որ Պարոն Սիմոնյան ասում է սրբազան եռանկյունու, ասենք պայմանական ասած, Արարատ լեռը, Արագած, Արա, այդ հատվածը, դրա շուրջը, նեղ շրջակայքում շատ պատմական արժեքը շատ մեծ է թվում ինձ։ Ճիշտ եմ, թե ես ինչ-որ բան չափազանց ասում եմ։ Շնորհակալություն։ Ես ընդհանրապես սիրելի Աշոտ ինձ համար շատ սիրելի պետք է ասեմ որ շատ ճիշտ դիտարկում է այո մեր հայրենիքը
հայկական լեռնաշխարհն է։ Միջուկը, բնաշխարհը, որտեղ ձևավորվել է հայ էթնոսը, անկասկած հայկական լեռնաշխարհն է եւ ստեղծել է իր պետական կազմավորումները, իր քաղաքակրթական արժեքները, իր մշակույթը, լեզուն եւ իր դիմագիծը։ Սակայն սիրտը անկասկած հենց եղել է այդ Արագած լեռան հարավային լանջից մինչև Մասից ձգվող տարածքը, Արարատյան դաշտի այս հատվածը, որտեղ եթե մենք նայում ենք, կենտրոնացված են մեր բոլոր կարևորագույն արժեքները։ Մայրաքաղաքների հիմնական զանգվածը մենք տեսնում ենք այստեղ։ Այստեղ է մեր հոգևոր արժեքները։ Այսինքն ես նոր խոսեցի այդ սրբազան լանդշաֆտի մասին, որը ձևավորված է Արագածոտնում։ Ես կարող եմ ասել, որ փոքր-ինչ անց մենք տեսնում ենք այդ պաշտամունքային կենտրոնների կենտրոնացումը արդեն 4-րդ հազարամյակներում, ինչպիսին էր Մոխրաբլուրի տաճարը, Շենգավթի, ուրեմն մեր պեղումների ժամանակ բացահայտված տաճարը։ Այնուհետև, երբ մենք գալիս ենք այստեղ, տեսնում ենք նույնիսկ Էթիունի կոչվող այդ հսկայական պետական կազմավորումը, որը ձևավորվել է եւ ընդգրկում էր բավականին ընդարձակ տարած ամբողջ Հյուսիսային Հայաստանը, ուրեմն նույնպես այստեղ է եղել։ Երբ ձևավորվեց Վանի թագավորությունը, կարևորագույն կենտրոնը դարձավ հենց Արարատյան դաշտը։ Իհարկե, Վան տոսպը մնաց որպես այդ տիրության կամ կայսրության մայրաքաղաքը, բայց կարևորագույն դեր կատարեցին եւ տեսեք ինչ քանակի կարևորագույն Ուրարտական հուշարձաններ կան։ Ես Ուրարտու բառը չեմ խուսափում, որտեղ Ուրարտում դա նույն Արարատն է։ Պարզապես այդ օտարների կողմից Արարատ այդպես է հնչել։ Եթե այդպես են հնչել, ինչպես մեզ ասում են, ասենք վրացիները Սոմեխի, մենք դա որից է վատ բան չգիտենք, գիտենք, որ դա մեր Հայաստանն է։ Եվ այս տարածքը ուրեմն Էրեբունի, Արգիշտի խինիլի, Արմավիր, ուրեմն Արմիր Բլուր, Թեշեբայինի, հասկանում եք, սա ամենահյուսային Հայաստանը այդ ժամանակ դառնում է տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոն, եւ այստեղ ինչն էր շատ հետաքրքիր, որ վերջերս Science-ում հրատարակված հոդվածում արդեն ամերիկացի գիտնականները վկայեցին, որ Կարմիր Բլուրի բնակիչները այն նույն բնակիչներն են, որոնք այստեղ ապրել են նախքան Վանի թագավորության ձևավորումը, հասկանում եք ինչ կապ է գալիս, եւ այնուհետև դա կապ ունի ուղիղ նաեւ մեր հետ։ Սա արդեն ԴՆԹ հետազոտման արդյունքներ են, որոնց դեմ վիճարկել բացարձակ անհնար է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք հնագույն ձիաբուծության հետքեր, տեսնում ենք հնագույն ուրեմն մետաղագործության, այդ թվում նաև երկաթագործության վկայություններ։ Այստեղ գերխիտ կերպով կենտրոնացվել են պատկերավոր ասված կիկլոպյան ամրոցները։ Գեղամա լեռներից մինչև ուրեմն Արագած լեռան լանջերը, ամբողջ լանջերը, հարյուրավոր քաղաքներ են եղել, հսկայական պարիսպներով, այնքան մեծ, որ դրանցից ամենամեծերը, օրինակ Մոտկան կարող էր 3-4 Տրոյա իր մեջ տեղավորել։ Ամբողջ աշխարհը գիտի Տրոյայի մասին, Մոտկան մասին ոչ մեկը չգիտի։ Այնտեղ կան Միջնաբերդ, որը 6 շարք պարիսպներով է ուրեմն պաշտպանված։ Ժայռափոր ճանապարհ, որը նախատեսված էր մարտակառքերի համար։ Տաճարներ։ Գիտեք, ես ինձ մեղավոր եմ զգում, որ այս ամենը դեռևս չենք հասցրել աշխարհին ներկայացնել։ Այնքան վիթխարի է այս ժառանգությունը։ Դրանից հետո մենք արդեն
տեսնում ենք ուրեմն նույն երևույթը Էջմիածնի մայրտաճարը դարձյալ այստեղ է տեղավորված այստեղ են տեղավորված հայոց ամենահայտնի մայրաքաղաքները Արտաշատը, Արմավիրը, ուրեմն Երվանդաշատը, Երվանդակերտը, պատահականություն չի, սա եղել է հայոց ուրեմն մշակույթի, հայոց ինքնության կենտրոնը։ Եվ մենք հիմա պատահական չէ, որ այստեղ ենք կենտրոնացված եւ զսպանակի պես այստեղ ենք մենք սեղմվել ու նորից բացվելու է զսպանակը նորից եւ զարթնի մեր ինքնագիտակցությունը մենք հասկանանք ով ենք ինչ արժեքներ ունենք եւ ինչպես պետք է իրար սիրենք ու հզորանանք այսքանը Շնորհակալություն պարոն Սիմոնյան, շնորհակալություն պարոն Գևորգյան, կխնդրեմ ովքեր հարց ունեն այս թեմայով Եթե կարելի է Պարոն Գասպարյան, իհարկե կարելի է, վիդեոն չմիացրեցիք, երևի հարմար չի ձեզ։ Խնդրեմ հարց տվեք։ Չէ, հարմար է։ Բարև ձեզ, ես խոնարհվում եմ այն աշխատանքի համար, որ դուք իրականացնում եք պրոֆեսոր Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ուղղակի մի հետաքրքիր, այսպես ասած, կուզեի, որ այսօրվա հանդիպում նախարարին գործնական ինչ-որ քայլ անենք։ Բոլորս խոսում ենք, թե պարսիկները եկել են մեր ազնվականների սուրբ մասունքները տանեն, որպեսզի իրենց ուժ տան։ Եկեք սկսենք այսօրվանից նախաձեռնել այդ սուրբ մասունքների դեպի տուրիզմը, քաղաքակրթական տուրիզմը սկսենք ձևավորել մեր ժողովրդի մեջ։ Այսինքն բոլորս չգիտեմ ինչ շարժում ծավալենք, որ բոլորս հարսանիքի ժամանակ ոնց է կոչում, որ ամուսնանում են, որովհետև դա տայնը, դա տայնը, դա որ եկեք բոլորս նախաձեռնենք, որ մեր ջահելներից սկսած դպրոցական տարիքից սկսեն այցելել մեր արքաների մասունքներին, որպեսզի մենք հավաքական ուժ դեր բերենք։ Այդ առաջինը ես կուզեի, որտեղ երկու օր առաջ կոնֆերանս կար, այդ կոնֆերանսին ասում եմ եկեք բոլորս ծարտ ընկենք ու երեխաներին ծանոթացնենք մեղուների աշխատանքին, որ պարազիտ համակարգի դեմ պայքարենք, այսինքն մեղվի աշխատանքը դա ստեղծագործ աշխատանք է եւ երեխան փոքր տարիքով տեսնելով այստեղ ֆրանսիական դպրոցներում երեխաներին տանում են մեղվի աշխատանքներին ծանոթացնում են։ Ինչևի չէ, խորին շնորհակալություն, իմ հարցս երկու հարց կա, եթե կարելի է։ Առաջինը ես լսել եմ, որ Մեծամորիում կատարած հայտնագործությունները իրականացնում են համատեղ լեհերի հետ, արտեֆակտները ուսումնասիրելու համար տեղափոխում են Լեհաստան, բայց դրանք չեն գրանցվում եւ դրանք չեն գույքագրվում, չեն գրանցում եւ հարցը հետագայում հետ վերադառնում են, թե չէ։ Ես հիշեցի Օսմանյան կայսրության նոր Լոնդոնում նրանց ազգային պատմական թանգարանում էի, որ ինչպես են նրանք սուլթանից թուղթ վերցրել եւ հույների, հայերի եւ մյուսների ունեցվածքը վերցրել, այսօր ներկայացնում են ինչպես ցանկանում են։ Կուզեի իմանալ այդ ահազանգը ճիշտ է թե ոչ, եւ երկրորդը նման աշխատանքներ տարվում է նաեւ Պատասխանեմ պարոն Գասպարյան, երկրորդին անցնելուց առաջ։ Ուրեմն, այո, վերջին տարիներին հետազոտությունները կատարում են լեհ գիտնականների հետ համատեղ, բայց այդ ուրեմն հայտարարությունը, որ այդտեղի գտածոները տարում են Լեհաստան եւ այլն, դա իրականությանը չի համապատասխանում։ Այնտեղ տանում են փորձանմուշներ, այսինքն ածուխի կտորներ կամ ոսկորի բեկորներ, որոնց հիման վրա պետք է կատարվի ռադիոածխածնային բաներ, դրանք պատմական որևիցե արժեք չեն ներկայացնում, ոչ էլ գեղարվեստական, եւ բայց հիմք են, որպես մենք ունենանք ուժգրիտ տվյալներ թվագրման վերաբերյալ։ Ոչ մի ինչքան ես գիտեմ,
կարևոր իր Լեհաստան չի տարվել։ Շնորհակալություն։ Իսկ երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ այսօրվա դրությամբ ուրեմն խազարական պատը, որ ցանկանում էին Մալառուսիայում ստեղծել, արդեն, այսպես ասած, այդ պատը փլվում է եւ բոլոր ուժերը մոբիլիզացված են Արևմտյան Կասպիայում Աբշերոնում Շիրվանի շուրջ որոշակի կառուցվածքներ պետական ստեղծեն որոշակի շրջանակներում։ Ես անորոշ չեմ ասում, ուղղակի խոսքը վերաբերում է ինչի մասին, որ այդ պետականության ստեղծելու հարցերին մենք տեղյակ ենք 1918 թվականի Արևելքի ժողովուրդների համագումարը, որ Տրոսկին, Զինովիևը, հետագայում Ռադեկը կազմակերպել են եւ դրանով է որոշվել հետագա պատմական իրադարձությունները։ Ես կուզեի եւ նրանց հիմնական նպատակը նա է, որ իրենց պետականության հիմքում պետք է ընդունեն որպես Արատայի ժառանգորդներ։ Իհարկե, Աստվածաշնչում գրված է, որ ավետյաց երկիրը իրենցն է։ Բայց մենք ինչպես քրիստոնեության մեջ, ինչպես զրահադաշտության մեջ հիմնականում միհրականություն է գնում, միատրիզմ, ճիշտ եմ ասում, չէ՞ հայերեն, միտրիզմ։ Ես կուզեի ձեր կարծիքը իմանալ, որովհետև նույնիսկ պարսիկները զորաց քարերից, քարահունջից, որտեղ նշվում է, որ առաջի զույգն է ձևավորվել, նրանք որոշակի ոչ ճիշտ բացատրություններով, ռաշիֆրովկա, հայերեն ես ներողություն եմ խնդրում, բացահայտելով ստեղծել են ամբողջ զոաստրիզմը, նույնիսկ վերջին շահի գահանքեցանելը պայմանավորված էր այդ ժողովուրդների կողմից նորից զրահադաշտությանը անցնելու հարցերին։ Ես կուզեի այս ուղղությամբ դուք ինչ կարծիքի եք, ինչ մոտեցումներ ունեք, որովհետև նաև Տաթևի վանքի գավազանը դիտվում է որպես քաղաքակրթությունների նոր ցիկլերի ազդարարման խորհրդանիշ։ Շնորհակալություն։ Բացեք միկրոֆոնը, պարոն Սիմոնյան, բացեք, պատասխանեք։ Գիտեք ինչ, հարցը շատ տարողունակ է եւ ինչ որ տեղ եթե ամբողջ ինֆորմացիան չեմ տիրապետում, հատկապես այդ Շիրվանի կողմում խազարական պատի հետ կապված, դրա համար ես այդ մասին չեմ կարող խոսել։ Ես կարող եմ մի բան ասել, որ միհրականությունը եւ այսպես կոչված զրադաշտականությունը, որը ես ավելի հակված եմ անվանել հին արիական ուսմունք, իր խորագույն արմատներն է ունեցել հայկական լեռնաշխարհում։ Եվ ահա այդ ներքին նավերի դամբարանում վկայված են հատման ծեստի այնպիսի փաստեր, որոնք մենք կարող ենք գտնել վեդայական սրբազան հիմներում։ Կներեք, պարոն Գասպարյան, փակեք էլի ձեր միկրոֆոնը։ Շնորհակալություն, խնդրեմ, շարունակեք, պարոն Սիմոնյան։ Դեռևս 15 տարի առաջ ես այդպիսի մի զեկուցում կարդացել եմ Թուրքմենիայում, եւ զեկուցումը կոչվում էր Древние Арии и Армения в эпоху бронзы։ Այստեղ վեդայական հիմների հիման վրա եւ վեդայական հիմների տեղեկությունների համադրումը հնագիտական փաստերի հիման վրա փորձել եմ վերհանել այն տեսակետը, որ այդ հնագույն արիացիները
որոնք ժամանակին ապրել են հենց այս սրբազան եռանկյունում, այնուհետև տարածվելով հասել են մինչև Հնդկաստան եւ Հնդկաստանում ձևավորել են այդ վեդայական մշակույթը։ Միհրականության հետ կապված մենք ունենք արևի Աստծո պաշտամունքի հետ բավական հետաքրքիր գործեր, այդ մասին դերևս Արտակ Մովսիսյանն է երկարատև բրբտումներ արել եւ ֆիլմ ունի հանված դրա մասին, որտեղ նա համոզված է, որ Հռոմը միհրականությունը ընդունել է հենց Հայաստանից, ոչ թե Պարսկաստանից։ Եվ այդ ֆիլմը կա, բոլորը կարող են նայել, իմ կարծիքով հիանալի ֆիլմ է, որը նվիրված է ուրեմն Ուրարտական պետությանը կամ Արարատյան թագավորությանը։ Իհարկե ցակված են, որ Արարատյան թագավորությունը շատ ավելի վաղ արմատներ ունի եւ Արարատյան թագավորություն հասկացողությունը այստեղ դեռևս վաղ բրոնզե դարից հավանաբար պետք է շրջանառվի։ Այդ մշակույթը, որ ես ասեցի, հատկապես այն արքայական թաղումը, որը մենք գիտեք, դա ընդհանրապես անհավատալի բան էր, բիտումից կերտված արքաների դիմաքանդակներ, որոնք երեսապատված են եղել ոսկե թիթեղներով։ Այս մշակույթը միշտ համարել են էլամական։ Եվ այստեղ մենք հաստորեն հայտնաբերեցինք այդ դամբարանը, եւ դա ուրեմն նույնպես անգլերեն լեզվով հրատարակվել է արդեն, շրջանառության մեջ է, բավականին հարյուրավոր ընթերցողներ կան, եւ մենք կարող ենք հստակ ասել, որ այս նույն դամբարանից իմիջիայլոց հայտնաբերվել է նաեւ հնագույն խորհրդանիշը, իրար մեջ ներգծված երկու վեր ու վար ուղղված եռանկյունիները, որը այսօր գիտության մեջ ընդունված է անվանել որպես Դավթի աստղ։ Հրեական այդ խորհրդանիշի ուրեմն բրոնզե դաշույնի դաստակի վրա ահա պատկերված է, եւ դա ամենահնագույն վկայությունից առնվազն 700 տարի ավելի վաղ է։ Կա ընդհանրապես տեսակետ, որ դա արիական նշան է եղել, հետագայում դա ուրեմն վերցրել եւ կիրառել են հրեաները։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք ունենք հիմքեր, որ կարող ենք ասել, այո, միհրականությունը հենց Հայաստանից պետք է գնացած լիներ Հռոմ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանքեք պարոն Գասպարյան ու շարունակեք, ով հարց ունի։ Խորհրդանիշ շնորհակալություն, ինձ թվում է կհանդիպենք 19-ին 20։ Շնորհակալություն։ Հարց ունեք որևէ մեկը, պարոնայք կամ արտահայտելու։ Ասեք, պարոն Ուսցին։ Խնդրեմ, պարոն Ուսցին։ Ես հիմա ուզում եմ հասկանալ մի բան։ Մենք հիմա կարող ենք հայերեն կարդալ Ուրարտական սեպագիրը։ Գիտեք ինչ, մի րոպե, Ուրարտական սեպագրերը կարդալու բազմաթիվ փորձեր են արվել։ Դեռևս 19-րդ դարի ուրեմն երկրորդ կեսում փորձել են ուրարտական արձանագրությունները կարդալ հայերեն տառերի ձևով։ Այնուհետև այնպիսի խոշորագույն լեզվաբան, ինչպիսին Ջահուկյանը, ահա նա կարծում է, որ ամեն մի ուրարտական տեքստի եւ սկզբում եւ վերջում կան տրաֆարետային արտահայտություններ։ Ահա նա կարծում է, որ դա շատ հանգիստ կարելի է կարդալ նաեւ հայերեն։ Բայց այսօր ընդունված, ես քանի որ լեզվաբան չեմ կարող սպառիչ պատասխան տալ դեր հարցին, կարող եմ ասել, որ ընդունված է այն տեսակետը, որ այդ սեպագրերով կարդացվել է մի լեզու, որը որ ուրարտերենն է։ Սակայն այդ լեզվի մեջ կան բազմաթիվ հայերեն բառարմատներ, հայերեն բառեր, որը ցույց է տալիս,
որ այդ սեպագիր արձանագրությունները գրելու ժամանակ հայերենը տարածված է եղել Վանի թագավորությունը։ Եթե կարելի է ես մի փոքր լրացում անեմ այս հարցին, որտեղ ես հաճախ եմ լինում Քարահունչ հայագիտական կենտրոնի դասախոսություններին, ուղղակի այն ինչ որ ես լսում եմ եւ վեր եմ լուծում որպես մաթեմատիկոս, ասենք, այդ տեսանկյունից իմ վրա ինչ է այլ գործում։ Նախ ինչ վերաբերում է շումերերին, որը մեր հարգարժան Դավթյանը, Արմենը, ինքը ըսա գիրքը երեք ցույց է տալիս, այս վերջ գիրքն է, ուրեմն ստեղ ինքը վերցրել է երկու կարևորագույն տրակտատներից աշխարհում հայտնի, որը թվայնացած է Ամերիկայում է գտնվում, հայտնի համալսարաններից մեկում, ես չեմ հիշում, որ համալսարանն է, մեկը վերաբերում է բանը հողագործի բանը, այս ոնց էր կոչում ռուսերեն է ավելի շատ պուտիվադիցել լա կոչում է Պուտիվադիցել լա земледельца հողագործի ուղեցույց։ Հա, հողագործի ուղեցույց։ Այդ տրակտատի բարերի 94%-ը ունի հայկական ծագում, то есть արմատները լրիվ հայերեն է։ Բացի նրանից, որ դա բարերը հայերեն է, նաև կա բառակապակցություններ, որոնք մենակ ունեն իմաստ հայերեն, օրինակ խաղ եւ պար, խաղու պար։ Խաղու պարը մեր հասկացողության մեջ ոչ թե առանձին խաղ եւ պար է, որտեղ դա նշանակում է շատ հեշտ, արդեն շատ հեշտ էլի, շատ պարզ։ Ուզում ասեմ, մեկը այդ տրակտատն է, բայց ինձ որպես մաթեմատիկոսի շատ զարմացրեց ուրեմն այն բառերը, որը կազմում է մետրիկայի հիմքը, էլի չափագրությունների հիմքը, ասենք վերցրեք եռանկյունի, վերցրեք հաշվանքի համակարգ, բոլոր այդ բառարմատները հայերեն են։ Օրինակ, ասենք ներքնաձիգը շումերերեն ասում են ձիգ, ներքին չկա ձիգ են ասում, անկյուն են ասում, եւ բազմաթիվ, հետո բան մարդու օրգանների մասերը, ձեռքեր, մատներ, չգիտեմ, եղունգներ, այդ բոլոր արմատները դրանք հայերեն է, այսինքն 94% եթե լեզվի, այն էլ մոտարապես 4000 տարի հեռավորության վրա գտնվող հայերենն է, արդեն դա մեծ կասկած է, որ այդ նոսը, բայց հիմի նաև կա գենետիկ մատերիալներ, դրանք բոլորը արմենոիդներ են, եսի նկատեմ շումերներ, էլի, ասենք իրանց մարդաբանական տիպը արմենոիդ է, այսինքն դե իմ համար որպես բնակետի ոչ մի կասկած չկա եւ ստեղ ես կոպիտ ասած, որ դրանք նույն հայերն են, ոնց որ ասենք հիմի խոպան գնացող հայերը, ընդհանրենք գնացել են, չգիտեմ, հյուսիսային բևեռի մոտ ինչ-որ գործ են անում, մի քանի ընտանիքներ, իրանց բարեկամներ եւ այլ, ու այնտեղ նենց հետք են թողում, որ հետո հայտնաբերում են, անցնում է մի քանի հազար տարի հայտնաբերում են։ Ինչ վերաբերում է ուրարտական գրերին, դե ես շատ հաճախ եմ լսում, իմ ընկերներից կան ուրարտագետներ, որոնք զարգանում են, ուրեմն սովետական միության ժամանակ դա քաղաքականացված տիրույթ էր, որտեղ հայերին չէին թողում որ զբաղվեին։ Դա նաև իմ հարգարժան ընկերը կարող է բան անել, Հակոբ Սիմոնյան, թե ինչ
ձևի քաղաքական ճնշումներ ա եղել, որպեսզի կեղծեն այդ ամբողջ պատմությունը։ Նույն Ձյակնովի հետ ես կխնդրեի, որ պարոն Սիմոնյանը ինքը ասի, թե ոնց է Ձյակնովը իրան ինչ ասել, հայտնի լեզվան, ինչ կեղծարարություններ են արել եւ Ուրարտուի հիմնական, այսպես ասած, գրերը գտնում է սովետական միության մեջ համենայն դեպս այս մասում Հայաստանում, ոչ թե ասենք Վրաստանում կամ Ադրբեջանում, հիմնականը ստեղ են, բայց Ուրարտագետ ստեղ չի եղել, մի հատ Ուրարտագետ եղել է բանում, Վրաստանում, ոնց էր Մելիքաշվիլի ազգանունով, ոնց որ թե Այդ էլ երևի բան, այսպես ասած, փոխված հայ եղել, որը շատ ավելի վտանգավոր է։ Հիմի ասենք մեր այդ հայ գիտնականները զբաղվում են այդ բանում եւ դա կարդում են եւ ապացուցում որ դա նույն հայերենն է։ Ուղղակի ամբողջ ցավը այն է, որ ակադեմիական շրջանակները շատ իներցիոն շրջանակներ է, ես ասենք մի տվյալ դեպքում իմ գիտության ոլորտից եմ ելնելով ասեմ, ես տեսաբան ֆիզիկոս, մաթեմատիկոս եմ, զբաղվում եմ, ես վերջերս նաև փորձերով ենք զբաղվում եւ այլ, ասենք պատկերացրեք, կա ահռելի մի հատ ոլորտ տեսական ֆիզիկա, որը կոչվում է քվանտային էլեկտրոդինամիկա, որտեղ ճշգրտությունները աներևակայելի բարձր է, չափումներ տեսական հաշվարկների, բայց կա տրամաբանական պրոբլեմ, ես ասենք, ես չգիտեմ, 40 տարի այդ ուզում եմ տրամաբանությունը, որ համընկնի նաև այդ բաներին, հաշվարկներին, եւ հիմի ցույց են տվել այն պահերը, որտեղ խախտվում է այդ տեսությունը, որի գծով մոտարպես 12 Նոբելյան մրցանակակիր կան, քվանտային էլեկտրոդինամիկայի ոլորտում ստացված։ Հիմի այսօր հենց առավոտը նորից փորձեր ենք արել, ֆանտաստիկ որոշ տիրույթներում խախտումներ ենք տեսնում այդ ընդհանուր տեսությունից։ Փորձարարական ճանապարհով։ Ես ուզում ասեմ, որ բայց այդ ակադեմիական ոլորտը ծանրագույն ձևով էլի դա բան անում է, ռեակցիան իր ռեակցիան նորարարական բաներին, նոր հայտնագործություններին ինքը էլ առավել եւս ասենք պատմության հնագիտության ոլորտում կեղծարարությունը շուտ հազարամյակներ առաջ է սկսել եւ հատկապես ինչ վերաբերում է հայերին իմ պատկերացմամբ առնվազն 2000 տարի որ հայկական պետականությունները սկսել են թուլանալ ով ինչ ասես գրել ու Իրանա վերագրել եւ այդ ամբողջ մշակույթը հայկական ամեն մեկը տարել է իրեն սեփականացրել է մենք տեսնում ենք հիմի ռուսական եկեղեցու արշավանքը հայկական եկեղեցու վրա որը շատ ավելի վտանգավոր արշավանք է քան թուրք սելջուկների մենք տեսնում ենք այսօր թե ինչ է կատարում որ հələ բոլորս մեր աչքի առաջ նոր ենք կոպիտ ասած նոր են մեզի դուրս շպրտե կամ ցեղասպանական եղանակներով Արցախից արդեն բանը ռուսական եկեղեցին հայտարարում է որ Արցախի վանքերը եւ այլը բոլոր ուղղափառ եկեղեցիներ են նու ուզում ասեմ Աշոտ ջան, կներեք մի բան ասեմ, մի մոռացեք, որ 2 տարի առաջ էլ իրանք ասին, որ հայերը կաթողիկ են ընդհանրապես։ Հա, դե էլ իր հերթին, իրանք լինելով, դե մի արդեն ես չեմ ուզում բաները դուրս գամ մեր այսօրվա թեմայի շրջանակներ, ես լրացրեցի, կներեք։ Ես վերջացեցի։ Ասեք, պարոն Գասպարյանը ասեց մի հատ հարց, շատ կարճ եմ ուզում։ Ուրամ է պարոն Սիմոնյանը դատի է։ Մի հատ հարց տամ, պարոն Սիմոնյան, որ պարոն Գասպարյանը ասեց, որ մարդիկ գնան այնտեղ։ Այսօր այնտեղ թանգարանային տեղ կա, ուղեցույց կա, հասցե կա։ Ես կարամ գովազդեմ իմ ալիքով։
Կարճ ասեք, հետո պարոն Գասպարյան, քանի չմոռացա, էլի ներողություն։ Կա հասցե, ասենք ես, որ մարդկանց ասեմ, ուր են գնալու, որ յուղի մոտ, ինչ հասցե, կուղարկեք ինձ ուղեցույց քարտեզ, ես ցույց տամ իմ բարեկամ։ Եթե կա, կասեք։ Շատ լավ, ես մի փոքր ուրեմն Ինչ, հետո, լավ։ Արդեն հավանաբար շուրջ 30 տարի ես ամենաբարձր մակարդակներով բարձրացրել եմ այս հարցը, որ աղցքում ստեղծվի հայոց պետականությանը նվիրված թանգարան։ Սա բոլոր 4 ղեկավարների սեղանին դրված է եղել։ Ցավոք, ոչ մի դեպքում դրական արձագանք չի եղել։ Այս տարի կարծեմ նախատեսված է, որ աղցքի ուրեմն Արշակունյաց կամ Արտաշիսյան եւ Արշակունյաց դամբարանների վերականգնումը կատարվի։ Նախագծման փուլը կարծես թե սկսվել է եւ ես կարծում եմ, որ դա բավականին հուսադրող է։ Բայց նախորդ ես ասեմ, որ ժողովուրդը սարսափելի, ինչ ասեմ, նվիրվածություն է հանդես բերում դեպի աղցքին։ Օր է լինում 500 այցելու է լինում։ Դերևս այնտեղ չկան այդ որ ասում են միկրոստրուկտուրաները, այն պայմանները, որտեղ մարդը կարող է գալ եւ երկար մնալ, ասենք սուրճ խմել միտեղ իր կարիքները հոգալ, միտեղ լինել անցումներ եւ այլն։ Բայց միևնույն է, դա չի կասեցնում։ Չկա ամռան ամիսներին անընդհատ հոսք է, եւ երեխաներն են գալիս, եւ աշակերտները, եւ ուսանողները, բայց պետական ծրագիրը նաեւ որ դա դարձրել են ուրեմն արգելոց թանգարան, հրճակել են ավելի ճիշտ, բայց դեռևս չկան այդ կառույցները։ Կա ծրագրեր, բազմաթիվ ծրագրեր, որ պետք է ուրեմն վերականգնվի եւ դառնա զբոսաշրջության գոհարներից մեկը։ Օրինակ, իմ կարծիքով այնտեղ պետք է լինի ոչ միայն ուրեմն այդ ցուցադրությունը, բայց այնպես պետք է կազմակերպվի, որ մարդկանց հոսքի, մեծ հոսքի դեպքում հնավայրը չվնասենք։ Այսինքն հատուկ պետք է լինեն անցումներ, հատուկ պետք է լինեն ուրեմն ճանապարհներ, որոնցից դուրս գալ չի կարելի դեռևս չպեղված մշակութային շերտերը վնասել եւ այլն։ Սա process է, որ այսօր ընթացքի մեջ է, ինչպես կընթանա ես չգիտեմ, որտեվ ես օրինակ կարծում եմ, որ լավագույն ձևը, ասենք ճապոնական սկզբունքով, այդ ամենը վերցնել թեթև ծածկի տակ, որպեսի արևից, անձրևից հուշարձանը չվնասվի, կառուցել վերգետնյա ճոպանուղիներ, այսինքն մարդիկ քայլեն ոչ թե հուշարձանի վրայով, այլ հուշարձանի վերևում տեղադրված այդ ճոպանուղիներով եւ կարողանան հիանալ ու վերևից նայել այդ ամենը։ Սա բացառիկ բան է, այնտեղ այնքան բաներ կան, որոնք որ ամբողջ այդ տեսակետից ցնցող են, ինչպիսին են, ասենք, թրծակավի ծաղրոցները, որոնց վրա հելենիստական ոճով պատկերված են առյուծներ, վագրեր, խոյեր, վիթեր, ազնվացեղ եղջերուներ, սա կարող եմ ասել, որ եզակի է ընդհանրապես, նույնիսկ այստեղ պարոն Ռուսյանը այստեղ է, ուրեմն բյուզանդական մշակույթի համատեքստում։ Մենք այսպիսի բաներ այլ տեղերում չունենք։ Այստեղ մենք ունենք արծիվներ, որոնց վզներին փոխփողում են արքայական ժապավեններ, կենաց ծառեր, դրախտ հավանաբար պատկերող խորհրդանշանական մի ամբողջ կոմպոզիցիա։ Ես չեմ խոսում դեռ հարթականդակների մասին, որոնք դրոշված են այնց դամբարանի պատերի վրա, որտեղ պատկերված է նաև հավանաբար Հայկ Նահապետը, Կոստանդինի խաչը, այսպես կոչված, որ ընդունված է ուրեմն բյուզանդագիտության մեջ,
իրենով այս ամբողջ հուշարձանը, այստեղ են հայտնաբերվել հնագույն արձանագրությունները հայերեն, այստեղ մենք հայտնաբերեցինք, ասենք, Ստեփանոս Վանականի տապանակարը, որը հավատի համար էր նահատակվել, եւ ինչն է շատ հետաքրքիր, որ այստեղ մենք վերջապես բարձեցինք աղցքի իսկական գրությունը։ Մեզ հասած ծրագրերում եւ գրում էր ԱՂԾՔ եւ գրում էր աղցք։ Խորենացին աղցեր գրում, ուրեմն բուզանդի մոտ դա գնում էր որպես աղցք։ Քանի որ վիմագրությունը ամենավստահելի աղբյուրն է եւ հավանաբար 5-րդ դարի արձանագրություն է, այնտեղ հենց գրված էր աղցից Վանականի, Ստեփանոս Վանականի տապանն է սա։ Ուզում եմ ասել, անսպար են այդ փոքրիկ 0.4 հեկտարի վրա կենտրոնացված են արվեստի, մշակույթի պատմության, վիմագրության, քանդակագործության, արվեստի այնպիսի բացառիկ գործեր, որոնք պետք է կոմպլեքս լուծում ստանան։ Այնտեղ պետք է կառուցվի այո նաև թանգարան, որ այս ամենը ցուցադրվի։ Այնտեղ պետք է կառուցվի հյուրատուն, վերջապես մեկը գալիս է ուզում է մի գիշեր քնել հայոց արքաների հարևանությամբ։ Դրա համար մենք այդ պայմանները պետք է ստեղծենք եւ այդ պայմանները այնպեսին պետք է լինի, որ այդ բոլոր վճարումները հետո վերադարձվեն հուշարձանին, ծառային հուշարձանի բարեկարգմանը, պահպանությանը, քարոզմանը։ Սա շատ կարևոր իմ կարծիքով ազգահավաք ծրագիր է, որը կարող է հավաքել բոլոր աշխարհի հայերին հայոց արքաների դամբարանում։ Ես առաջարկ եմ արել, որ այս դամբարանում պետք է գան եւ իրենց երթման արարողություն անեն բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչները, հայոց այսօրվա վերնախավը, նախագահը, վարչապետը, նախարարները, բոլորը պետք է գան, ծնկի գան մեր հզոր նախների առաջ եւ երթվեն, որ ամբասիր ծառայելու են Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ես մի հատ ռեպլիկ ասեմ, եվրոպական այդ էլիտաների հետ ով շփումներ ունի, արշակունիների այդ այունը գնահատումը շատ բարձր, այսինքն որ եթե մեկ արշակունի ծագում ունի, Եվրոպայում դա համարվում է շատ բարձր ծագում ունեցող անձ, իսկ մեր մոտ դեռ ցավոք սրտի այդպես վիճակ է, որ մենք չենք գնահատում այն ինչ որ մենք ունենք։ Եթե կարելի է, ես Հանրապես այդ աճումները մենք հավաքել եւ խնամքով պահում ենք մեր կենտրոնի լաբորատորիայում եւ դրանք անկասկած եւ ԴՆԹ տարալուծման կարիք ունեն եւ ուրեմն մարդաբանական հետազոտման կարիք ունեն։ Ես էլ եմ ասում, այդ ամենը պետք է լինի պետական ծրագիր, պետք է կատարվեն մեծ ներդրումներ, պետք է այստեղ հրավիրվեն համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, որպեսզի մեր ասածը ընդունելի լինի ամբողջ աշխարհի համար։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, խնդրեմ։ Ես նորից էլի խոնարհում եմ այն աշխատանքին, որ դուք կազմակերպել եք, եւ ուրախ եմ, որ Գագիկ դուք հարգաժան Գագիկ առաջարկեց այդ արձագանքեց, եկեք իրոք սկսենք այդ շարժումը։ Միևնույն ժամանակ պրոֆեսոր Սիմոնյանի հետ համատեղ սկսենք արդեն մեր ժողովրդին հավաքագրել եւ այնտեղ նույնիսկ քոչարի ապրել, ինչպես այդպիսի քաղաքական ուղղությունը կա, որովհետեւ դա շատ կարեւոր է աշխատանք, գուցե եւ լրիվ ընդունում եմ ինֆրակառուցվածքներին, միշտ ժողովուրդը գնացել է, ես հիշում եմ 70-ական թվականների սկզբին Գրիգոր Տաթևացու մատուռին ոչ մեկը չէր գնում Տաթևի վանքը քանդված։ Այդ ուսանողական շրջանում Տաթևացու սոցիալ-տնտեսական հայացքները գրեցինք ու ժողովրդի եկեք կազմակերպենք, մեզանից կախված է եւ ժողովուրդը կստիպի, որպեսզի պետական այրերը զբաղվեն դրանով։ Իրոք տաշար եւ նույնիսկ որ առաջարկում է կարելի է, չգիտեմ, այնտեղ
թփեր, ծառեր տնկել եւ բայց մեր ժողովուրդը մինչեւ իր արքաների սուրբ մասունքներից հոտ չքաշի ոչ մի բան մեզ մոտ հավաքական չի ստացվելու։ Մյուսը ես կխնդրեի ինչ որ վերաբերում է շումերականի եւ մեր հայ Աստծո, որ շումերներից գալիս էր մեծամոր արարողություն կարճ եմ ասում, շատ կարճ, խնդրեի Համլետ Մարտիրոսյանին էլ հրավիրել, որտեղ էլի ակադեմիական շրջանակներում չեն ընդունում։ Իսկ պրոֆեսոր Գևորգյանին կխնդրեի այդ գրքից ձեռք բերել, թեև կա ամեն ինչ, եթե կարելի է ես էլ ունենայի, կամ փոխհատուցումով կամ գողանալով, գրքի գողը գող չէ, հա, այդպես էին ասում խորհրդային միությունում։ Գոնե նայեինք, որովհետև մեր սերունդը թղթով է նայում, մյուս ձևերը հիմք չի ընդունում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, դե մենք խոսեցինք, չէ՞, դուք մեզ կտաք մի հատ քարտեզ ոնց կարելի է գնալ որտեղ է գտնվում, որ շատ մարդիկ չգիտեն, ես հաղորդման մեջ կասեմ, կշատանան եւ այնտեղ կսարքենք վայր։ Շնորհակալություն։ Որևէ մեկը հարց ունի կամ խոսելու։ Պարոն Ուսյան, բայց ում եմ ասեմ, որ շատերը գիտեն, օրինակ այդտեղ եկել են եւ Գերմանիայից, ուրեմն մշակութային туриզմով զբաղվող խմբեր, եւ Իտալիայից, եւ Ռուսաստանից են շատ եկել։ Ավելին ասեմ, երբ Եղեռնի, ուրեմն աններ նշում, հարյուրամյակներ նշվում, այստեղ հավաքվեցին 40 երկրների դեսպաններ եւ նրանց բոլորին ներկայացվեց, թե մենք ինչ վիթխարի ժառանգություն ունենք։ Ուզում եմ ասեմ, անելիքները կան, անպայման պետք է լինեն, պետք է ավելի շատ այդ մասին խոսենք, բայց այնպես չի, որ մինչ այդ ոչինչ չի արվել։ Շնորհակալություն։ Չասենք ոչինչ չի արվել, ուզում ենք մենք էլ նպաստենք, ոչինչ չարվելու մասին ոչ մեկ չի ասում, շնորհակալություն ենք հայտնում։ Պարոն Սիմոնյան, ուղղակի ասեք, օրինակ ես ազնվությամբ, չգիտեի, ես որ իմանայի Հայաստան գալուց ոնց եք մտածում, ամբողջ օրը ընկած Գերմանիայի բոլոր թանգարաններով, Վատիկանով, բան Հայաստանի մասին նյութ եմ հանում, բոլոր շենքերը նկարում արձաններով, պատմական, ես չեմ գա Հայաստանում տեսնեմ մեր թագավորների գերեզման, այդ իմ համար ինչքան նվաստացեցի չկա։ Այդ հակասություն չկա, ես պարզապես այդ ինֆորմացիա տվեցի, ես իրոք դա պետք է ավելի եւ շատ շնորհակալ եմ դեր առաջարկի համար։ Խնդրեմ, շարունակեք։ Քաղաքակրթական туриզմի դասագրքի հեղինակներից մեկը ձեր խոնար Ծառան է, բայց մեր ժողովրդի համար ոչ մի բան չեմ արել։ Ես մեղավոր եմ քրել։ Ձեր շնորհակալություն։ Խնդրեմ, ով էր ուզում։ Ես ուզում եմ, Միխայել։ Խնդրեմ։ Հա, ես մի բան չեմ հասկանում, ինձ մի րոպե, մի հատ պարոն Ուսյանը ասի նոր դու։ Խնդրեմ, պարոն Ուսյան։ Ես մի բան չեմ հասկանում, ինձ ասում են, որ շումերները արմենոիդներ չեն արմենոիդներ։ Ասում են, որ շումերները դրավիդացիներ։ Ոնց է բանը ես չգիտեմ։ Մենք չգիտենք, որ շումերները դրավիդացիներ։ Բան ասեմ, թարպես շումերների մարդաբանական հետազոտման տվյալները շատ սահմանափակ ու շատ սուղ են։ Մենք շումերների մարդաբանության մասին կարող ենք դատել միայն շումերական քանդակներից։ Հատկապես շատ տարածված է, ասենք, Գուդեայի քանդակը։ Երբ մենք այնտեղ նայում ենք, անկասկած դա արմենոիդ տիպն է, բայց այսքանը կարող ենք ասել, դեռևս ԴՆԹ տարալուծման տվյալներ մենք չունենք։ Ինչ որ անում է Արմեն Դավթյանը, շատ ողջունում ու շնորհակալ եմ այդ աշխատանքի համար, բայց ուզում եմ ասեմ, որ այդ աշխատանքը դեռևս համաշխարհային ճանաչում ստանալու ճանապարհին է։ Մենք չենք կարող ասել, որ դա ամբողջ գիտական աշխարհը ընդունել է, բայց շատ կարևոր քայլ է, որ նա անում է, եւ ես գիտեմ նրա մեթոդը, որ ասում է, որ շմերական
գրությունները նման են ռեբուսի եւ այդ ռեբուսը լուծելու համար կարելի է հայկական ուրեմն լեզուն օգտագործել բայց սա լեզվաբանություն է ես չեմ ուզում մտնեմ իմ խնդիրը հնագիտությունն է մշակութաբանությունը արվեստը այդ հարցերով ես կարող եմ կարծիք հայտնել բայց ես ուզում եմ ասեմ որ մեր անելիքները վիթխարի են հսկայական եւ անընդհատ նոր ու նոր հայտնագործությունները գալիս եւ համալրում են մեր ունեցած տվյալները Շնորհակալություն ով էր հարց տալիս Արամ խնդրեմ Պարոն Սիմոնյան բարի երեկո ձեզ Արագածի մյուսին այսինքն դեպի հյուսիս գոյություն ունի հնաբերդ գյուղ Հնաբերդ գյուղի վերևում կա հին բերդ տեղումներ արել եք Շնորհակալություն Ես երբ գրում եմ իմ կենսագրությունը ես տեղումներ եմ կատարել շուրջ 100 հուշարձանում բայց Հայաստանում գտնվող հուշարձանների թիվը 25000 է Իհարկե ես գիտեմ այդ հնավայրի մասին չունեմ ես օրինակ բացառիկ կարևոր եմ համարում նաև Սյունիքում կատարած մեր հետազոտությունները այնտեղ ուրեմն Գորայքի վերևում մենք պեղեցինք վաղ բրոնզե դարի առաջնորդ արքայի դամբարան բացառիկ ուշագրավ ուրեմն ծեսը հաստագրվել շատ հետաքրքիր արտեֆակտներ են հայտնաբերվել ասենք ամբողջ եվրասիական մայրցամաքում շատ տարածված են այդ ժամանակ դա ուրեմն այդպես ասենք յամնիկների եւ կատակոմնիկների մշակույթն է որը Գերմանիայի ձգվում հասնում է մինչև Ուրալ եւ այս տարածքում շատ տարածված է 1.5 գալար փաթույթով ուրեմն զարդերը այդ զարդերը իշխանության խորհրդանիշ են եղել այս դամբարանից մենք հայտնաբերեցինք նեֆրիտից պատրաստված կացին դրանք մարտական կացին են կամ ուրեմն նավակաձև կացիններ են կոչվում լազևիդնե значит կելտի եւ դրա հետ միասին ամենամեծը մինչեւ հիմա հայտնաբերված 1.5 գալարով ուրեմն զարդը ես չեմ ուզում խոսել ինչ մետաղից է պատրաստված ինչի որովհետեւ շատ վտանգավոր է գանձագողությունը այսօր տարածված եւ ընդհանրապես շատ բաներ ձեզ չեմ ուզում ասել դրանք կլինեն միայն մասնագետներին հասու իսկ ձեր հաղորդումը համաժողովրդական է եւ մենք չգիտենք նաեւ ովքեր եւ ինչ նպատակներով են լսում մեր այս հաղորդումը այնպես որ շատ փակագծեր չեմ բացի բայց մենք այստեղ կարող ենք ասել որ փաստորեն պեղել ենք բրոնզե դարի Սունյաց Նահապետի դամբարան Բրավո Ինձ թվում է շատ հարցեր ունեք եթե տեսնեք թե չէ գաղտնիքների մասին միանգամից մի պատասխանեք ես YouTube-ում եմ գցելու Всё հարցեր ունեք տալու խնդրեմ եթե կարելի է Այո խնդրեմ Հարցս վերաբերում է հնիաբանությանը Առաջինը հարգանքներս բոլոր գիտնականներին, որոնք զբաղվում են հանուն հայրենիքի ու իրանց ներուժն են դնում ի նպաստ մեր հայկական արժեքները բարձրացնելու։ Շնորհակալություն բոլորին։ Հարցս հետևյալումն է։ Հայաստան աշխարհը բոլորս գիտեն, որ դա թանգարանը բարձր երկնքի տակ, ու մենք չունենք հնիաբանների քանակություն, որ ամբողջ ծավալում ներգրավեն իրենց ուժերը։ Եվ բայց գիտենք նաև այն որ սխալ քաղաքականության հետևանքով հանձնվում են հողեր, որտեղ ոչնչացվում են բարբարոս ցեղերի կողմից մեր պատմական արժեքները ու դա ներկայացնում են ինտերնետ հարթակում բարձրանալով։ Հարցս հետևյալն է. հնարավոր է արդյոք Հայաստանում օգտագործել Գերմանիայի օրինակը, որտեղ անհատ քաղաքացին դիմում է հնիաբանական կազմակերպությանը, որոնումներով զբաղվում եւ բոլոր նմուշները բերում հանձնում են հնիաբաններին։ Այդ ձևով հնարավոր է արդյոք Հայաստանում վերացնել թե որսագողությունը, թե եւ ավելացնել նմուշների քանակը։ Շնորհակալություն։ Բրավո։ Ինձ թվում է շատ հարցեր ունեք եթե տեսնեք Կարելի է։ Այո խնդրեմ Հարցս վերաբերում է
Իօքուտ Հայաստանի։ Հարցը ձեզ ասեք։ Ես ձեզ ասեմ, նախ ձեզ խնդրում եմ հնեաբանություն բառը չօգտագործել, որտեղ հնեաբանությունը հին էակների ուսումնասիրություն է։ Սա հնագիտություն է, արխեոլոգիա, գիտություն հնությունների մասին։ Շատ տարածված է հատկապես ժուրնալիստների մոտ այդ հնեաբանություն ասելը, ինչու չգիտեմ։ Ինչ վերաբերվում է պեղումների մասնակցությանը, ապա ես ձեզ կարող եմ ասել, որ պեղումները դա բավականին բարդ մեթոդիկա պահանջող ծանր աշխատանք է։ Որպեսզի պատկերացնեք, մենք միայն այդ մի դամբարանը պեղելու, այս Սունյաց Նահապետի ճակերտների մեջ ասած դամբարանը պեղելու համար 300 օր աշխատել են։ 3 տարի 100 օր անընդհատ այդ դժվարամատչելի ճանապարհով բարձրացել են անձրևի, կարկուտի, արևի, հեղեղի տակ արշավախումբը աշխատել է։ Եվ առանց այդ մեթոդների կիրառման մենք փաստորեն կոչնչացնենք հուշարձանը։ Այդ փաստը, որ դուք ասում եք, մենք գնանք մասնակցենք, դուք չեք տիրապետում այդ մեթոդներին։ Դուք չունեք լաբորատորիաներ, դուք չունեք գիտական խորհուրդ, որ ձեր ուրեմն բաներ։ Դուք կարող եք լավագույն դեպքում որպես կամավոր մասնակցել հնագիտական պեղումներին ու տեսնել, որ հնագիտական պեղումը դա այդպիսի բան չէ, որ նյութեր ավելացնենք։ Նյութեր ավելացնելը դա շատ մեծ վնաս է։ Մենք պետք է ամբողջ ինֆորմացիան քաղենք։ Այդ հսկայական ինֆորմացիան դրանք պատկերացրեք ամեն մի հնագիտական հուշարձան, դա մի փակ ծրար է անցյալից, որպես նամակ ուղարկած մեզ։ Եվ այնտեղ դուք չգիտեք, որն է ավելի կարևոր այդ գտածոն, թե այն թաղման ծեսը, որ կարելի է բացահայտել պեղումների շնորհիվ, այն կառուցվածքը, այն երևույթները, որոնք անմիջապես առնչվում են դրա հետ։ Այնպես որ ձեզ խնդրում եմ, ձեռնպահ մնացեք այդ ինքնուրույն պեղումներ անելուց։ Առանց այդ էլ ահռելի քանակ է կազմում գանձագողությունը, որոնք մկների պես կրծում են մեր պատմության արմատները։ Ահավոր ծավալներ են ընդունել։ Եվ մենք կորցնում ենք ամեն տարի հսկայական քանակի պատմության էջեր, որոնք դեռևս չեն կարդացվել։ Իմացեք, վատ պեղումը, ինչքան էլ փայլուն նյութեր գտնեք, դա անդառնալի հարված է գիտությանը եւ մեր մշակույթին։ Կարելի է հարց տալ։ Պարոն Սիմոնյան, հարգանքներս բոլորին, Արտակ Սարգսյան, հնագետ մի քանի հարց է, հնագետ դառնալ Հայաստանում կա այդպիսի կրթական օջախ։ Սա առաջին հարցը։ Միանգամից ասեմ, այո, Երևանի պետական համալսարանում կա հնագիտության ամբիոն եւ ուրեմն պատմության ֆակուլտետում կա հնագիտության բաժին։ Լավ, երկրորդ հարցը, այդ դամբարանը, որ գտել եք, միգուցե ես մի քիչ ուշ միացա, արդեն ասել եք, կարաք չպատասխանեք։ Ոնց եք դուրս եկել այդ դամբարանի վրա, այդ մեր թագավորների դամբարանը, որ հիմա գտել եք։ Ինչն է եղել պատճառը, որ գնացել եք այնտեղ պատահականություն, գյուղացիներն են բան գտել։ Գիտեք, սա կոչվում է մասնագիտական հոտառություն կամ ինտուիցիա։ Վերջի վերջո այդ դամբարանը, որ մենք պեղել ենք, դա վտանգված էր, այսինքն այդ մասում կարող էին կառուցել ամուլ սարը շահագործվող ուրեմն կառույցների ճանապարհներ, այդ ամենը կարող էր ոչնչանալ, եւ մենք դա փրկարարական պեղումներ որպես արեցինք, եւ այդ տարածքում շրջելով մենք այնտեղ հայտնաբերեցինք հարյուրավոր հնավայրեր, որոնք մինչև այդ հայտնի չէին։ Մեր հողը մոր նման պահում է մեր պատմության էջերը
Եվ ես էլ եմ ասում, պետք է չափից դուրս խնայողություն անենք, ինչպես մորդ ես սիրում, այնպես էլ պետք է սիրես քո հայրենիքը, քո ուրեմն պատմությունը եւ այդ պատմության վկայությունները, որոնք կոչվում են հնագիտական հուշարձաններ։ Կարճ ասեմ, դա հրկարարական պեղումների շնորհիվ է բացահայտվել։ Գնահատում ենք շատ այդ աշխատանքը։ Վերջին հարցը, ասացիք ածխաջրածնային տեստերի համար տանում եք ռադիո հա Հայաստանում չկա այդ լաբորատորիան ու ինչքան չգրիտ է այդ գիտությունը, քանի որ ես Տանզանիայում տեսել եմ մետեորիտի խառնարանը ու տեսել եմ, ասենք, նյութեր, որ ատոմային փորձարկումներից հետո բերվել են թե Ռուսաստանից, թե այլ երկրից, ու երբ որ արել են դրանց նույն անալիզը, մեկը տատանվել է մի քանի միլիոն տարի, մեկը բարձր, մեկը ցածր։ Այսինքն հնարավոր է, որ իրականում ավելի շատ հին լինի, քան թե ու ինչքան ճշգրիտ է այդ գիտությունը, ու արդյոք չունենք մենք Հայաստանում, որ պետք է հանենք նմուշները Լեհաստան։ Վերջի հարցս էր սա։ Նմուշները մենք հանում ենք ոչ միայն Ռուսաստան, այլ բոլոր հեղինակավոր լաբորատորիաները, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ Բրիտանիա, եւ Գերմանիա, եւ Իտալիա։ Մի խոսքով, Հայաստանում ցավոք դեռ մենք չունենք այդպիսի կենտրոն։ Դա միայն սարքի խնդիր չէ, դա նաև մասնագետների առկայության խնդիր է, որովհետև իրենից ինչ է ներկայացնում։ Փոքրիկ 1-2 գրամ կշռող ուրեմն վանից, ոսկրից կամ փայտածուխից, որը վառվել է հազարավոր տարիներ առաջ, այնտեղից քաշում են կոլագեն, այնուհետև տարբեր ուրեմն միացություններից մաքրելուց հետո կատարում են անալիզը։ Եթե ամեն ինչ արվում է ճշգրիտ, ապա տարիքը բրոնզե դարի համար, ասենք հազարամյակների համար, ֆանտաստիկ ճիշտ է, կարելի է մինչև 25-ից 50 տարվա ճշտությամբ իմանալ, թե երբ է կատարվել թաղումը, երբ է այրվել քաղաքը, երբ է կառուցվել այս կամ այն շինությունը։ Եթե դրա համար մենք ունենք օրգանական նյութերի մնացորդներ։ Ինչ վերաբերում է տատանումներին, այո, կարող է լինել, որտեղ հազարամյակներ շարունակ, ասենք, հողի մեջ մնալուց հետո այնտեղ տեղի ունեցել տարբեր ուրեմն պրոցեսներ, այդ նաև քիմիական պրոցեսներ, թափանցումներ, կրծողներ են այդտեղից անցել եւ այլն, այնպես որ մեկ փորձանմուշը կարող է անկասկած տատանվել։ Դրա համար ընդունված է, որ պետք է ունենալ, այդպես ասենք, սերիական ուրեմն հետազոտումներ, ամեն մի, ասենք, հնավայրից, լավագույն դեպքում մի քանի տասնյակից մինչև մի քանի 100 փորձանմուշի դեպքում, այդ դեպքում կորելացվում է, ստացվում է միջինը եւ ճշգրտությունը շատ բարձր է։ Հիմա հայոց արքաների դամբարանի թվագրման համար դրանք այնուամենայնիվ մասունքներ են, որոնք մենք պետք է պահենք, որովհետև վաղը գիտությունը զարգանում է, կարող են առանց ոչնչացնելու այդ թեկուզ մի քանի միլիգրամը ուրեմն ստանալ արդյունքներ։ Մենք իրավունք չունենք, աշխատել ասես, իսկ ինչի՞ չեք արել։ Իսկ ես էլ ասում եմ, իսկ ինչի ոչնչացնեմ։ Այն, որտեղ հիմա առանց ոչնչացման ստանում են փոշի, եւ մենք ուղարկում ենք այդ ուրեմն մի քանի գրամ ոսկորը կամ մի քանի գրամ փայտածուխը եւ դրանից կարողանում են կորզել այդ մնացորդ օրգանիկան։ Դրա համար մենք շատ խնամքով պետք է վարվենք։ Սա մեր հարստությունն է։ Իհարկե պետք է անել այնպիսի կտորներ, այնպիսի բեկորներ, որոնք իրենցից ձևաբանական որևիցե արժեք չեն ներկայացնում եւ որոնք կարող են տալ տվյալներ, բայց որպեսի ձեր ասած հարցին վերջնական պատասխանեմ, ճշգրիտ են թե չէ, մենք պետք է ամեն մի դամբարանից, ասենք, կամ ամեն մի
միավորից հնագիտական ունենանք մոտ տասնյակ արդյունքներ։ Ես որ ասում եմ, այս դամբարանների քանակ օրինակ Աղավնատան տեղվել է մոտ 200 դամբարան, դուք պատկերացնում եք, եթե ամեն մի դամբարանից մենք ունենանք 3-4 արդյունք, որպեսզի ճշգրիտ լինի, դա այդ ինչ ֆանտաստիկ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։ Այո, ռադիոածխածնային մեթոդ այսօր շատ առաջավոր մեթոդ է, բայց կարող են լինել նաև շեղումներ, օրինակ դուք ասեք հրաբուխ է եղել եւ այլն, այդտեղ շեղումները ինչքան ասես կարող են խառնարանի վերցրած փորձանմուշներում լինել։ Շնորհակալ եմ, շատ ճիշտ ուղու վրա եք, ասեմ, որ Շրի Լանկայում հանդիպել եմ Բուդդայի այդ մասնիկները, որ մնացել է, ատամը ինչ ուժեղ ձևով պահվում է քենդի բուդդիստական տաճարում եւ տարին մեկ անգամ շրջում է այդ ատամը ամբողջ Շրի Լանկայում, ինչ մեծ ծեսակատարություն է, ու մենք ունենք սենց հարստություններ ու մենք չենք գնահատում։ Գնահատում ենք ձեր աշխատանքը, շնորհակալ ենք, որ հյուրընկալել եք մեզ, մնացածը կխոսենք։ Շնորհակալություն, մոտավորապես 2 ժամը խոսում ենք։ Հարցեր ունեք ուրիշ, եթե չունեք, ասենք շնորհակալություն մեր հյուրերին, ասենք բարի գիշեր, հետո հուսով եմ, որ էսի շատ քիչ է, էլի կզրուցենք։ Շնորհակալություն ձեզ, պարոն Սիմոնյան, պարոն Գևորգյան, պարոն Գասպարյան եւ պարոն Ուստյան, բոլորիդ հարգանքներով, բարի գիշեր բոլորիդ, ստեսուն։